բնակիչներ, իմ համար մեծ պատիվ այստեղ գտնվել ու ձեր ներկայությամբ ասել մեր ապագայի տեսականի մասին մեր խոսքը։ Միշտ շփվելով իջևանցիների ընդհանրապես Տավուշի ժողովրդի հետ զգացել եմ քաղցրություն, ձեր բարբարի նման քաղցր եք դուք։ Մեկ լինում են թերություններ, բայց այդ թերությունները ուղղելու համար ուզում ենք փոփոխություն։ 1000-ից մեկը մի քիչ թերությունով ալնում, բայց 99.9%-ը շատ մեծ սրտով, բարի, աշխատասեր, լավ մարդիկ են։ Ու փոքր ժամանակվանից գիտեք, որ Սամվել Կարապետյանի մայրիկը Իջևանից է, այս կապ ունենալով Իջևանի հետ միշտ քաղցրություն եմ զգացել, հենց այդ քաղցր լեզվի համար։ Ինչ ենք մենք բերելու Հայաստանին, պետք է կարևոր բան ասեմ ձեզ, պետք է իրապես ծրագիրը մեր պատմենք, որ մարդիկ իմանան ծրագրով ընտրեն առաջնորդ, որը ներկայացնում է ծրագիր։ Մեր երկրում, Տավուշի մարզում նույնպես, շատ աղքատ մարդիկ կա, մարդիկ խնդիր ունեն, ամեն Հայաստանի երրորդ մարդը, եթե իր շորը ճղվեց, շոր չի կարողանում գնել, ամեն 5-րդ հայաստանցի հացի հաշվին է միայն ապրում։ Մեր երկիրը տարածաշրջանի ամենաաղքատ երկրներից է, բայց մեր երկիրը ունի շատ ունևոր մարդիկ, շատ հայտնի բիզնեսմեններ, գործարարներ, Հայաստանից դուրս բոլորը բարգավաճում են, Հայաստանից դուրս բոլորը լավ են ապրում, Հայաստանից դուրս չկա աղքատ հայ, Հայաստանի մեջ կա, ինչն է այդ տարբերության պատճառը, մի բան է, Հայաստանի մեջ համակարգ չկա, որ մարդը Հայաստանա, զարգանա, լավ ապրի, հարուստ գյուղացի տերմին չունենք մենք, դուք նկատել եք, երբ ասում ենք գյուղացի, մենք մտածում ենք, թե մարդը ծերի-ծերին է հասցնում, իսկ աշխարհով ուր շրջում ես, կան հարուստ ֆերմերներ բազմաթիվ, փոքր քաղաքի բնակիչները, աշխատատեղերի ապահով, երբ ասում են աշխատատեղ կորցնելու ռիսկ, մարդու համար դա շատ մեծ բան է Հայաստանում։ Ինչու, որովհետև չկա ուրիշ աշխատանք։ Մեծ քաղաքների համար չի զարգանում, այն ինչ մնացել է սովետից, փոքր փոփոխություններով գնում են։ Մեր հայրենիքին պետք է մի քանի կարևոր բան, համակարգ սարքեն, որ այն հայը, որը Հայաստանից դուրս շատ լավ է ապրում, իր ուղեղի հաշվին, նույն հայն էլ այստեղ է չէ ապրում։ Այստեղ է ապրող հայերը սկսեն բարեկեցիկ կյանք ունենալ։ Բարեկեցիկ կյանքին հասնելու համար այդ մարդիկ պետք է հնարավորություն ունենան։ Մեր քաղաքներում, մենք Իջևանում հայտնի գործարաններ կային, օրինակ Աչաջուրի Բենդոնիտը, Իջևանի Կարպետի գործարանը, Խալիների, այլ գործարաններ, որոնք բոլորը փակվել են։ Մարդիկ աշխատատեղի խնդիրը, եթե մի քանի բնական պայմաններ չլիներ, շատ դժվար է լինելու։ Պետական ծառայությունն է ու մի քանի փոքր բաներ։ Ինչպես կարող են մարդիկ լավ ապրել այստեղ։ Միենակ մի ձև, երբ մենք կարողանանք կառուցենք այստեղ հիմնարկներ, որտեղ աշխատանք ապահովենք։ Բենդոնիտի վերամշակումը տարածաշրջանում մեծ արժեք ունեցող ապրանք է։ Հումքը ունենք, չենք վերամշակում, հարյուրավոր աշխատատեղեր կարող է ստեղծել։ Վերամշակումը սննդի, Տավուշի մարզի մասին արդեն խոսքս։ Նոյեմբերյան այցելությունից հետո ցավ են ապրում։ Այդ բնակլիմայական պայմաններում ոնց կարա գյուղացին լավ չապրի։ Այդ այցելությունից հետո ցավ են ապրում։ Այդ հրաշալի բնության մեջ, այդ կամակոր ուժեղ մարդիկ, ոնց կարան լավ չապրեն։ Իջևանում մեզ աչքաբաց մարդիկ, ոնց կարան լավ չապրեն։ Գիտեք ինչի համար։ Չկա մեկը, ով վարժե հիմնարկներ ստեղծելու, աշխատատեղեր ստեղծելու մեջ։ Այդ մարդը հայերի մեջ, ես չեմ ասում, հայտնի բան է։ Հայերի մեջ մի հոգի է ու մայրը այստեղից է։ Հայ ազգի մի ներկայացուցիչ է, ով պատմության ընթացքում բախտի բերմամբ եկել է քաղաքական դաշտ այնպես նախախնամությամբ, եկեղեցին պաշտպանելու համար։ Ամեն մարդ չի եկեղեցին պաշտպանելու համար մտնում քաղաքականություն, պատմության մեջ սենց դեպք շատ քիչ է եղել։ Սա առաջին դեպքերից մեկն էր։ Մարդը լինելով գործարար մտել է քաղաքականություն, եկեղեցին պաշտպանելու համար կալանավորվել է, ճիշտ պահել է իրեն տղամարդավարի ամբողջ ընթացքում կալանքի
Եվ հայտ է ներկայացել իր երկիրը փոխելու, որտեղ հոգնել է աղքատ երկրի քաղաքացի լինելու։ Ինչ փոփոխություններ են ապերելու։ Երբ ասում ենք կան դրսում ունելով հայեր, ներսում ծայրահեղ աղքատ հայեր։ Շատ մարդկանց եմ այստեղ հանդիպել։ Մարդիկ հացի խնդիր ունեն։ Ամեն ինչի ծայրահեղ աղքատ շատ մարդ կա մեր հայրենիքում։ Ինչպես լուծել այդ հարցը։ Կարապետյանը հայտարարել է, ստեղծում է հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարում 70%-ը մեծ մասը հայ բիզնեսմենները Սփյուռքից, հայ մեծարուսները Սփյուռքից, մեր ընկերներն ու գործընկերները, մեր 30%-ը փոքր մասը պետությունը։ Այդ հիմնադրամը ամսական թոշակ է նշանակում, նպաստ է նշանակում այն մարդկանց, ովքեր ծայրահեղ աղքատ են։ 5 հոգանոց ընտանիքին 150,000 դրամ, որպեսզի մարդը կարողանա երեխային լավ կրթություն տա, տանը ինչ-որ կախավորում անի, իր ապրոստը իրավոքա, աշխատանք ունի ոչինչ, շարունակելու է դրան, եթե համարվում է ծայրահեղ աղքատ։ Դա կօգնի մարդկանց երեխաներին լավ կրթություն տալ, հետո էլ դուրս գալ այդ աղքատությունից։ Դա արվելու է ոչ թե պետական բյուջեի միջոցներով, մեծ մասը մեր գործընկերներն են անում։ Դա բացի Կարապետյանից ոչ մեկ չի կարող սենց ծրագիր առաջարկել, որտեղ ոչ մեկի խոսքով գործընկեր գործարարները այդքան գումար չեն դնի, մենակ իր խոսքով կդնեն։ Ու մենք աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը շատ կարճ ժամանակում սենց կհաղթարեն ոչ բյուջեի միջոցներից միայն, այլ հայկական, հայ ազգի կապիտալի միջոցներից։ Սիրելի ջղացիներ, երկրորդ բանը, որ կուզեի ձեզ պատմեի ու ներկայացնեի, դա թոշակների հետ կապված հարցն է։ Հայաստանում թոշակառուները ուրախանում են, երբ 10,000 դրամ թոշակ է բարձրանում։ Պատկերացնում եք ինչ օր ենք հասցրել մեր մեծ սերունդին, որ 10,000 դրամ ամսական թոշակի համար մարդիկ ուրախանում են։ Ուրիշ երկրներում հարյուրավոր դոլարներ են թոշակները։ Մեր մոտ 10,000-ի համար ինչքան են օժտում, ինչքան են շնորհակալ խեղճ մարդիկ։ Սա մեր մասին է, մեր սխալի մասին է։ Ինչն է պատճառը, որ մենք հասցրել ենք այսօրվան։ Անգամ 10,000 բարձրացնելուց հետո Հայաստանում թոշակառուն ավելի աղքատ է, ավելի քիչ բան է կարողանում գնել թանկացումների արդյունքում, քան մի քանի տարի առաջ։ Որտեղ ամեն տարի թանկացումները շատ են, ինչ գյուղացի չի արտադրում, թանկանում է։ Ինչ ենք մենք առաջարկում, հաշվարկ ենք արել, որ ևս 12,000 պետք է բարձրանա, որպեսզի թոշակառուն կարողանա մինիմալ գոնե իր ապրոստի հարցը լուծի, մինիմալ, այսինքն այս 10,000-ից հետո փոփոխությունը գալուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում կենսաթոշակը 12,000 բարձրացվելու է, եթե խնդիր լինի բյուջետայինի հետ կապված, մենք ամբողջ մեր ուժով կաջակցենք պրոյեկտին, 12,000 թոշակի այս ծրագրի համար մեծ գործարարներն ուրախ կլինեն մասնակցեն այս ծրագրին, որպեսզի կարողանանք մեր երկրում այդ կարևոր հարցերը լուծենք։ Իջևանում ու Բերդում, նոյեմբերյանում աշխատատեղերի համար կստեղծվի սննդի վերամշակման գործարաններ, որ բերքը տեղում վերամշակվի, քանի որ երկար որ տեղափոխում են, գինը իջնում է, միջնորդը գինը գցում է, առանց միջնորդ վերջնական վաճառք լինի, որովհետև այստեղի կլիման Արարատյան դաշտի կլիման, Մեղրի կլիման Հայաստանի ամենաունիկալ տեղերից են։ Մենք իրավունք չունենք կավահող մեր երկրում չօգտագործել այս պոտենցիալը։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Ես ձեզ պատմեցի ծրագրերը։ Այն ծրագրերի, որին կարանք հասնենք 30 օր հետո։ Այդ փոփոխությունները ռեալ են, մոտիկ են, հողի վրա են, միայն
Այն ինչ ձեզ ներկայացրեցի, խնդրում եմ դուք էլ ներկայացրեք այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ մտահոգություններից ելնելով, չնայած տեսնում եմ, որ ամբողջ դահլիճը լիքն է, բայց ինչ-ինչ մտահոգություններից ելնելով շատ ցանկություն ունեին, բայց չկարողացան ներկա լինել։ Պատմեք բոլորին, այն ինչ ես ձեզ ասեցի, որ փոփոխությունը լավարկելու է մեր բոլորիս կյանքը, որ այս վիճակում ամենօրյա այս խնդիրներից կարանք դուրս գանք մենք իրար հետ։ Շնորհակալ եմ, սիրելի ջան։ Իրազեկում անելու համար դուրս ենք գալու եւ մեր հայրենիքներին պատմենք մեր ծրագրերից։ Հիմա դուրս կգան եւ մի կես ժամ կքայլեն ես փողոցներով, ով ցանկություն ունի կարող է միանալ մեր հայրենիքներին պատմել փողոցները։ Շնորհակալ եմ։ Usa